Հոգևորականներին, երբ որ թերթում եմ TikTok-ում ռեկերս բերում, դեմքներից մռայլ, այնքան սենց խավար եմ տեսնում, չէ որ դուք հոգևորական եք համարվում։ Նույնիսկ եթե եկեղեցում ձեզ չասեն Տեր Հայր, ես հավատում եմ դուք այդ ձեր այն որ խունկ պահող աղբերներ կան, չգիտեմ իրանց ոնց են ասում, կարող է ծեծեք ու լսել եմ մի քանի դեպք, որ տենց եղել է։ Հոգևորականը պետք է Աստծո լույս լինի։ Երբ որ հոգևորական ես, պետք է խավարը տեսնի, քեզ փախնի, բայց ձեզ տեսնելով մարդ խավար ազգում։ Հետո Աստծուց եք խոսում։ Այսին վերցնելու դնելունը չի, ուղղակի սենց ասեմ, որ նայում եմ, թերթում եմ ու իրանց խոսակցություններն եմ, հարցազրույցներն եմ տեսնում։ Ոչ թե լինեն հոգևորական իմ տեսանկյունից, այլ լինեն ոգևորական, ասես, երբ որ դուք համարվում եք Տեր Հայր ձեր մտածելով, դուք Աստծո լույսն եք ներկայացնում։ Իմ եղբայրներ միտեղ ինտերվյու եք տալի, հարցազրույց եք տալիս, ցույց տվեք ձեր մեջ Աստծո լույսը։ Ոնց է փայլում, չէ որ Հիսուսը ձեր Տերն է ու ամենակարող արարիչը, դուք իրանց դեսպանն եք։ Դեսպանն եք, ճիշտ է համարվում։ Աստծո գեներալներն եք համարվում։ Իսկ Աստծո գեներալը խիա տենց խավար տեսքով, բողոքում, միշտ բողոքում եք, էսի սենց, էսի նենց, մի նայեք ձեզ պետությունը ինչ է անում։ Ես նենց հատուկ մարդկանց չեմ ասում, որ էսի ուզում եմ էսի ռեկես թերթելով տեսնում եմ տարբեր դասի, տարբեր լևելների, տարբեր պաշտոնյա քահանաների, խեմ ասում, մեկը Տեր Հայր կլինի, մեկը Տերերի Տեր Հայր իրան կհամարի, չգիտեմ, մեր եկեղեցում ոնց են այդ սարգավակ են ասում, չեմ իմանում, կներեք, որ սենց եմ խոսում, իմ իմացածով եմ ասում, իմ միտքն եմ արտահայտում։ Երբ որ դուք Աստծուն եք ներկայացնում, նենց արեք ձեր մեջի լույսը տեսնենք։ Խնդրում եմ ուղղակի։ Դուք պատկանում եք ամենակարող Աստծո գեներալ որպես։ Դուք իր խոսքը փոխանցում եք։ Դուք նենց եք անում, իրան եք ներկայացնում, Աստծո անունը տալով։ Ձեր մեջ տեսնում եմ այդ ինտերվյուներին, կապ չունի դուրսը առանձին հարցազրույց կվերցնեն, մենակ ինչ-որ մեկին փնովել, Աստծուն թողած Աստծո անունը բարձր պահելու փոխարեն, դուք նստում եք մեկը մեկին, էսի սենց արեց, էսի հանձնեց էսի, էսի հանձնեց էսի, հանձնողին սենց, նենց, մեկին կսպանի ընտանիքը։ Թող Հիսուս Քրիստոսը օրհնի, ների են մարդկանց, ովքեր համարվում են իրանց դեսպանները, բայց գոնե Աստծո լույսը փոխանցեն։ Ձեզ լսելուց պետք է մարդու հույսը, լույսը վառվի, այսենց ուրախություն գա, բայց երբ որ ձեր ինտերվյուները, խոսակցությունները լսում է, մարդ կյանքից հոգնում է, ասում է ձգում է, այն որ ձգում են, ասում ձգում է մարդ մեռնի, պրծնի, բայց դուք Աստծո լույսն եք։ Ձեր խոսքերին ուշադիր եղեք, երբ որ դուք խոսում եք, պետք է մարդ ձեզ լսի, հոգեշնչվի, ապրաշնչվի, ձեզ լսելուց պետք է մարդ ուզենա ապրի ու Աստծուն հետևի, բայց երբ որ ձեզ մարդ լսում, լուրջ եմ ասում, ձեզ լսելուց ոնց որ Աստված բոբո ձածա լինի, բայց չէ որ Աստված մոլորակի արարիչն է, ստեղծիչն է, ամենաբարին է, ամենասիրունն է, լույս է ինքը, մի թույլ տվեք ձեր ինտերվյուներից հետո խավար գա, մարդ ձեզ տենում է չի կարում երկու բառ լսի, խավար եք դուք փոխանցում, հերիք է, թող Աստված օրհնի, ձեր մեջի այդ սև նեգատիվը հանի, լույսով դնի ու այսուհետ հիշեք, որ դուք Աստծո դեսպաններն եք, Աստծո լույսն եք, դուք երբ որ խոսում եք, պետք է լույս դուրս գա խավարի փոխարեն, այնտեղ որտեղ Աստված կա, լույս է երևում, հիշեք, խավարը փախնում է։ Չի կարելի, մի հատ ցույց տվեք ոնց է իրական քրիստոնյա լինում, Աստված օրհնի բոլորի։